Անունով եւ Որդու եւ Ոգու Սրբու ամեն։ Գարելի այսօր անգամ եւս ասել Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Եվ հայտնություն։ Այսօրվա այս հիշադակությունը Քրիստոսի անշուշտ իր ծնունդով արդեն հայտնված է։ Բայց այսօր եւս սարավել հայտնվեցավ իր մուդուրդության, բայց ծնունդեն մինչև հայտնությունը Քրիստոս բավական դարիներ անցուց եւ դժվար օրեր նայել երգերը ցկեց բախտություն զինքը որ տակավորը զինքը չսպանե աղքատության մեջ շարունակեց ապրիլ, դեղահանվել, ետ վերադառնալ եւ հայտնվել ճշտոնաբեր մգրդությամբ այդ ինչ որ մենք ամենքս գմգրդվենք իր անունով իր հոր անունով իր անունով եւ Սուրբ Ոգու այսինքն իրականության մեջ եթե մտածենք այս եղելության ինչ կան խոր գերբով համոզված եւ երգողած հոգիով, սրտով եւ մարմնով պետք ենք մոտենալ այս խորհրդին եւ այսօր որ մենք գգրենք մեր մեջ բադվենք այն հիշադակը այն բադմությունը որ գգրնվի մեզ ամեն մեկու հոգին այսօր իրականության մեջ պետք է նորոգել մեր ուխտը, մեր գնունքի ուխտը, որ մենք հավատացինք եւ բաց այդ հավատքին, բացը այնը որ դուք այսօր ներկա եք, որ այսօր եկած է Քրիստոսը տեսնելու, իր հայտնության մեջ, միայն արարողություն չէ, եւ այսպես երկել Սարգավար, երջախումբ, ժողովուրդ, վարտաբեդը, չէ, ադիկա չէ միայն, իսկ եթե միայն ադոր համար եկած եք, արդեն սխալ հասցեի վրա եք, մենք եկած ենք վերանորոգվելու Քրիստոսով, եւ մանավանդ է, այս հիշադակության, զինքը ետ գարնենք մեր սրդի մեջ, այդ ինչ որ ժամանակին ծննդյան օրը, այդ հիշադակության, ասենք թե քարայրեն մեր սրդի քարայրի մեջ կուկա, հոնաղդոդ էր քարայրը, զիբիլ էր, բայց ոչ մեր սրդի մեջ այդ աղդը պետք ենք բահել, ընդհակառակը, պետք է մաքրել, այնպես ինչպես որ խորանի վրա մաքրված, սուրբ խորանի վրա է, օծված խորանի վրա է, իր օրնության մասուշտ։ Եթե այս բոլոր իմաստները և խորհուրդները, որ հիմա ասոր մասին գխորհրդակցենք միասին, այո, ես եմ խոսողը, բայց դուք մտածողներն եք, և դուք լսողներն եք, և դուք վերանորոգվողներն եք, որ Քրիստոսը նորոգեք ձեր սրտի մեջ։ Շատ կարևոր մեկ քայլ մնե, որ պետք է առնվի։ Դե չէ իսկապես եւ անգեղձորեն ասեմ, ինձ մեծ կսյալ, եթե բարձրապես խոսք է, որ պիտի ասենք, կամ սովորություն մնե, որ քարոզը պետք է դրվի, հետևաբար խոսի, լսի, եւ հազիվ եկեղեցվոց տրնեն դուրս ելենք, մոռնանք ամեն ինչ։ Բասեն ինչի։ Ուր է մեր ապրումը, ուր է այս խորհուրդը գնունքի, որ արած ենք, եւ երդումով իրեն հավատարիմ ուզած ենք լալ։ Արդյոք հավատարիմ ենք այսօր։
մեր մարդկային դգարությունները շատ անգամ մեզ գերացնեն։ Բայց Քրիստոս գիտե մեր դգարությունը։ Գնայի այն հոգիներու մեջ այն բարձությունը, այն խոնարհությունը, որ ինքը ապրեցավ որպես մարդ երկրի վրա։ Խոնար, բարձ, համեստ, լրագյաց, ծավերը բոլորը լրության մեջ գրեց։ Երբ դեսնե այդ հոգին մեզ մի ամեն մեկու սրտի մեջ, վստահ եղեք, որ արադորեն շնորհները գուտա։ Չի մերժեր եւ ոչ մի խնդրանք, ոչ մի։ Ես անոր վստահ եմ։ Եվ դուք ալ վստահ եք վստահ։ Քանի հրաշքներ կգործվի մեզ մե ամեն մեկու կյանքի մեջ ամեն օր։ Որքանով երախտաբար ենք իրեն։ Որքանով զինք կգտեսնենք այդ հրաշքներու մեջ, որ մենք կգրենք մեր կյանքի մեջ։ Եվ որ այնքան բարձ է, այնքան հեշտ է, քանած ժամանակս, մեկ ակնթարթ մնե, Աստված է, Հիսուս, բրգիչ։ Արդեն այդ հիշելը, արդեն մեզ կմիացնե իրեն հետ։ Հետևաբար այս արարողությունները, որ դեղի գունենան եկեղեցու մեջ, ըլլան իսկապես այդ գայձը, որ գարտնցնե մեր սրտի մեջ հիշատակությունը։ Գիտեք շատ անգամ, երբ մեզնանք, վստահ եմ, որ դուք ալ ինչպես ես, երբեմն մեր ալբոմներում մեջ գնայինք մեր երդասարտության նկարները եւ գուրախանանք մեր ժպիտը տեսնելով, մեր ընկերությունը տեսնելով, հիշատակներ, որ գարտնան եւ մեզի գտանին այդ օրերուն, երբ մենք երդասարտ էինք, կամ մանուկ էինք, կամ շրջապատված էինք մեր ընտանիքներով, մեր հարազատներով, եղբայրներով, քույրերով, ազգականներով, ուրախություն կբաժանե, թե բարձ նկար է։ Եվս տարավե այս հիշատակները Հիսուսի հետ հիշել մկրտությանս օրը, հիշել Սուրբ Հաղորդության առաջին անգամվա այդ օր, դեսնեմ այդ բոլոր հիշատականի բահերը, որ Քրիստոսի հետ անմեղությամբ մոտեցա, որպես մանուկի սրտի մեջ, եւ երանի Քրիստոս գսեր, չէ, երբ որ գահավաքեր եւ իր աշակերտները գերվեին ով առաջինը պիտի լա, ով առաջին աթորի վրա պիտի նստի, մանուկ մարավ։ Այս մանուկի անգեղծության, մաքրության բես չլակ, երկինք չգա ցեզի։ Իր աշակերտներուն անմեջական, որ վերջը իր անունը տարածեցին ամբողջ աշխարհի մեջ։ Նույնն է այսօր, որ այս արարողությունը, որ պիտի կատարենք, ատկե առաջ Քրիստոսը պիտի առնենք մեր սրտի մեջ։ Բիշեշտեմ, պիտի գրգնեմ մինչև վերջին շունչս։ Սուրբ հաղորդությունը, Քրիստոսը ֆիզիկապես, հոգեպես, ամբողջական մեր մեջ գլա գմիյանա։ Այսօր կիդագից պետք է գլա։ Բարձ օրնված հաց չէ։ Կամ սովորությունը չէ, որ քանի բոլորը գուկան ես ալ անցնի։ Չէ։ Ընդհանրակը երկուածությամբ եւ սիրով եւ ուրախությամբ հրճվանքով գմոտենան Քրիստոսի զինք ադնում մեր սրտի կարայրի մեջ։ Այն է կեղեցկությունը, այն է հարստությունը, որ ամեն մեկը կարող է մեկ րոպեի, մեկ ակնթարթի մեջ հարստանալ։ Հարստանալ հոգեպես, ինչ որ տրամակլուխ մնե, որ մեզի հետ գտանինք այդ օրը, որ մեզ կգանչե, վերջնականապես ապրելու իրեն հետ հավիտենականության մեջ։ Այս խորհրդածությամբ սիրելի քույրեր եւ եղբայրներ, զեն որ այսօրվա այս արարողությունը լամ մեզի
միությունը եղբայրական հերանանք այդ գսգիզներեն, այդ չարախոսություններեն, պամպասանքներեն, նախանցեն, ընդհանրակը ուրախանանք ուրիշներու ուրախության, մխիթարենք անոնք, որոնք ցավի մեջ են, մեր ժպիտը անբագաս ըլլա մեր երեսեն, որտեղ այդ ժպիտի մեջ ցույց տանք մեր հոգեկան հարստությունը եւ այս ծեվով Քրիստոսի հետ միացած կմնանք ամբողջ օրվա ընթացքում։ Դժվարությունները ժամանակավոր են։ Այսօր կան, վաղը չի գա։ Հիմա կան, քիչ հետո չի գա։ Գարինանք միշտ վերադարձ մնալ։ Ետ հիշել, ետ պարապանել, ետ սիրել եւ Քրիստոսը սիրելով իրար դիսիրել։ Այս ինչ որ այսօրվա խորհրդի մասին ուզեի ցեզի հետ խոսել եւ հաղորդակցել, որովհետեւ ամենքս նվազագույն անարժանությամբ կարողանանք Քրիստոսը առնել իր մկրտության հիշադակով մեր սրտի մեջ։ Ամեն։